Բոլորիդ ողջունում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիներ, եկեք անմիջապես երևի անդրադառնանք այն խնդրին, որը քննարկել ենք մի քանի անգամ, ու ինչ առաջարկներ ա եղել տարածքային նախարարության կողմից, այն բարձրաձայնված խնդիրների մասով, որոնք Քասախի եւ Պրոշյանի բնակիչների կողմից եղել են եւ ինչ առաջարկներ ա եղել նախարարության կողմից։ Հիմնական խնդիրներից եղել են սակագինը, չվացակով սահմանված երթերը, որոնք սահմանված են եղել համապատասխան ակտերով, Երևանի տրանսպորտի հասանելիությունը, տրանսպորտային միջոցների թվաքանակին վերաբերող հարցեր ու վերջնակետի հետ կապված հարցեր։ Հիմա որպեսզի հարցերը տարանջատենք երկու մասի, եկեք Պրոշյանը առանձին քննարկենք, հետո Քասախը, որտեղ առանձին դեպքեր են առանձին ուղղություններով։ Տեսեք, Պրոշյանի մասով այն ինչ որ քննարկվել է, նախ մեր մոտեցումը հետևյալն է, եւ դա մոտեցում չի, այլ դա օրենքով ֆիքսված փաստ է, որ համայնքային տրանսպորտը դա համայնքի վարչական տարածքում իրականացվող փոխադրումներն են, համայնքային փոխադրումները։ Եվ մեր մոտեցումը համընկնում է գործող օրենսդրության պահանջների հետ։ Այսինքն Երևանի տրանսպորտը գործում է Երևան համայնքի վարչական տարածքում։ Ինչպես այլ համայնքներում գործում է տվյալ համայնքի տրանսպորտը եւ դուրս չի գալի իր համայնքի վարչական տարածքից։ Հիմա ժամանակի ընթացքում այնպես է ստացվել, որ այդ բնակավայրերը տրանսպորտային հասանելիություն չեն ունեցել, ինչ որ X պա եւ Երևանը մտել է, սպասարկում է իրականացրել։ Հիմա 2000, եթե մրցույթները վերցնենք 21 թվականից սկսած, որ մրցույթներ ենք սկսել անցկացնել մարզային, այսինքն միասնական երթուղային ցանցի շրջանակներում մեկ մարզ, մեկ օպերատոր կամ մեկ մարզ, երկու օպերատոր սկզբունքով, ունենք կոնկրետ Կոտայքի մարզում ունենք հաղթող ճանաչված կազմակերպություն, որը պետք է սպասարկի մարզի բոլոր բնակավայրերը, այդ թվում Պրոշյան եւ Քասախ բնակավայրերը։ Հիմա պրոցեդուրան հետևյալն է, որ քանի որ ունենք հաղթող կազմակերպություն, միջմարզային տրանսպորտը պետք է սպասարկի բնակավայրերը, իսկ Երևանի տրանսպորտը պետք է հետ քաշվի։ Մենք առաջարկել ենք սակագնի փոխադրողը առաջարկել է սակագնի փոփոխություն, այսինքն նվազեցում, երթերի քանակի ավելացում ենք քննարկել, որին համաձայնվել ենք, տրանսպորտային միջոցների թվի ավելացում ենք քննարկել, որին համաձայնվել ենք, նաև քննարկել ենք օրինակ ոչ թե ֆիզիկայի խաչմերուկ, այլ դեպի ավտոկայարան, որտեղից իրականացվում են փոխադրումները, դա էլ ենք քննարկել, չնայած քաղաքացիները ոնց որ այդքան էլ չէին ուզում դեպի ավտոկայան այդ ուղղությունը այդ ձևով սպասարկվեր, ավելի շատ դեպի մետրոյին առաջարկում, ինչին անկեղծած ասած մենք ենք դեմ, ասեմ ինչի, որովհետև կոնկրետ բարեկամության մետրոյի մոտ այն ինչ որ քննարկվել է, ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, շատ բարձր է, եւ դեպի բարեկամություն մետրո երթեր իրականացնելը մենք կարծում ենք աննպատակահարմար, որովհետև դա Երևանի ծանրաբեռնվածության խնդիրը չի լուծում։ Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, որ բոլոր բնակավայրերից, իսկ դրանք թվով շատ մեծ են, 800-ից ավել, երթեր իրականացվում են Երևանի տարբեր մասերում գտնվող օրինակ մետրոյի կայարանների մոտ, քաղաքում ուղղակի շարժվելը կդառնա անհնար։ Դրա համար համապատասխան կետեր են ընտրվում, որտեղից տեղի ունենում հոսքերի ուղևորափոխադրումների առումով վերաբաշխում։ Եվ սա է եղել հիմնական նպատակը։ Պրոշյանի դեպքում քննարկումների արդյունքում քաղաքացիները առաջարկեցին հետևյալ տարբերակը, որ նաև GPS կոորդինատներով, ես հիշում եմ, քաղաքացին նոթբուքով մասնակցում էր եւ ասես գոնե գա այդ ՊՆ-ի վարչական շենքի մոտից, այդտեղից շրջապտույտ իրականացնի եւ վերադառնա Երևան համայնք, որին մենք համաձայնվել ենք։ Այսինքն մենք մեր համաձայնությունը այդ մասով տվել ենք։
Քասախի դեպքում եղել է հետևյալը, որ մենք առաջարկել ենք, որ պետք է միջպետական ճանապարհից Երևանի տրանսպորտը սպասարկի եւ այդ միջպետական ճանապարհը անցնում է Քասախ բնակավայրի հենց կողքով։ Եվ քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու միջպետական ճանապարհից այդ տրանսպորտից։ Եվ միաժամանակ միջմարզային տրանսպորտը պետք է մտնի բնակավայր։ Այն երթուղով, որով որ այսօր Երևանն է սպասարկում, մենք առաջարկել ենք 150 դրամ սակագին, փոխադրողը առաջարկել է, ոնց որ Երևանում է, ճիշտ է, Երևանում նաև գործում են տարանջատված սակագներ տարբեր կատեգորիայի քաղաքացիների համար եւ ցանկացած համայնք կարող է նման արտոնություններ սահմանել իր քաղաքում գտնվող բնակիչների փոխադրման համար։ Սա է եղել եւ մենք վերահաստատում ենք այն, ինչ որ ասել ենք։ Քասախի դեպքում առաջարկվել է նաև, որ 150 մետր, ես ցիտում եմ ուղղակի, այն ինչ որ առաջարկվել է երկու հանդիպման ընթացքում, մեկը հենց ավելի ընդլայնված քաղաքացիների հետ, նաև առանձին վարչակազմի շենքում բնակավայրի եւ խոսքը իրականում հետագայում պարզվեց ոչ թե որևէ 150 մետր կամ 200 մետրի մասին է, այլ նույն Երևանի ուղեգծով, որը որ այսօր կա, ուղղակի 50 մետրի կարգի մի քիչ ներքև դեպի փոստի շենքը։ Սա է եղել այն առաջարկը, որը որ հնչեցվել է, այսինքն այն ինչ որ ներկայացվել է, կներեք, բայց ճիշտ չի ներկայացվել ամենայն հարգանքով մեր քննարկման արդյունքում։ Մեր մոտեցումները նույնն են մնում, որ Երևանի տրանսպորտը չպետք է մտնի բնակավայր եւ դա բխում է օրենքի պահանջներից։ Սա է։ Պրոշյանի դեպքում ես չգիտեմ դժգոհությունը որն է, որովհետեւ Պրոշյանցիքի խնդրանքն է եղել, որպեսզի ՊՆ-ի այդ նախկին վարչական շենքի մոտից շրջապտույտ իրականացվի եւ մենք համաձայնվել ենք այդ տարբերակին։ Եվ սակագինը նույնպես իջեցվել է այդ ուղղությամբ։